Բարև ձեզ։ Դուք լսում եք մեր հաղորդումը եւ այսօր մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որը վերաբերվում է բոլորիս։ Թե ինչպիսին է էկոլոգիան Վրաստանում։ Վրաստանը երկիր է, որը օժտված է բացառիկ բնությամբ, լեռներով, անտառներով, գետերով եւ սև ծովով։ Այս ամենը ոչ միայն մեր հարստությունն է, այլև մեր պատասխանատվությունը։ Սակայն ժամանակակից կյանքը իր հետ բերել է էկոլոգիական լուրջ խնդիրներ։ Օդի աղտոտումը, մեծ քաղաքներում աղբի ոչ ճիշտ կառավարումը, գետերի աղտոտումը եւ անտառահատումները սպառնում են մեր բնական միջավայրին։ Միևնույն ժամանակ կան նաեւ հույս ներշնչող քայլեր։ Վրաստանում աճում է էկոլոգիական գիտակցությունը։ Կազմակերպվում են բնապահպանական ակցիաներ եւ երիտասարդներն ավելի ակտիվ են դառնում շրջակա միջավայրի պահպանման գործում։ Պետք է հիշենք, որ մաքուր բնությունը շքեղություն չէ, այն անհրաժեշտություն է։ Բնությունը պաշտպանելով մենք պաշտպանում ենք ինքներս մեզ եւ մեր ապագան։ Եկեք միասին հոգ տանենք մեր երկրի էկոլոգիայի մասին։ Ժամանակակից աշխարհում էկոլոգիական խնդիրները դարձել են համամարտկային կարևորագույն հարցերից մեկը։ Մաքուր օդը, ջուրը եւ առողջ բնությունը մարդու կյանքի հիմքն են։ Եթե շրջակա միջավայրը վնասվում է, առաջին հերթին տուժում է մարդը։ Այդ պատճառով յուրաքանչյուր պետություն պարտավոր է ուշադրություն դարձնել իր էկոլոգիական վիճակին եւ գտնել խնդիրների լուծման ուղիներ։ Վրաստանը լինելով բնական գեղեցկությամբ հարուստ երկիր, ունի ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ լուրջ էկոլոգիական մարտահրավերներ։ Վրաստանը գտնվում է Կովկասյան տարածաշրջանում եւ առանձնանում է բազմազան բնությամբ։ Այստեղ կան բարձր լեռներ, անտառներ, գետեր, լճեր, ելք դեպի սև ծով։ Երկիրը հարուստ է կենսաբազմազանությամբ։ Այստեղ հանդիպում են բույսերի եւ կենդանիների բազմաթիվ հազվագյուտ տեսակներ։ Բնության պահպանման նպատակով ստեղծվել են ազգային պարկեր եւ արգելանոցներ, որոնք կարևոր դեր են խաղում էկոհամակարգերի պահպանման գործում։ Սակայն դրական կողմերի հետ միասին Վրաստանում առկա են նաև մի շարք էկոլոգիական խնդիրներ։ Մեծ քաղաքներում, հատկապես Թբիլիսիում, նկատվում է օդի աղտոտում,
Դրա հիմնական պատճառներն են ավտոմեքենաների մեծ քանակը, խցանումները եւ հին տեխնիկան։ Մյուս կարևոր խնդիրը աղբի կառավարման համակարգն է։ Շատ տարածքներում աղբը չի տեսակավորվում, ինչը բացասաբար է ազդում բնության վրա։ Ջրային ռեսուրսների աղտոտումը ևս լուրջ խնդիր է։ Որոշ գետեր աղտոտվում են կենցաղային եւ արդյունաբերական թափոններից։ Անտառահատումները, հատկապես անօրինական եղանակով իրականացված, վնասում են բնությունը եւ խախտում բնական հավասարակշռությունը։ Սակայն միևնույն ժամանակ վերջին տարիներին Վրաստանում իրականացվում են էկոլոգիական բարելավման ծրագրեր, կազմակերպվում են ծառատուններ, մաքրության ակցիաներ, ինչպես նաև կրթական ծրագրեր դպրոցների եւ երիտասարդների համար։ Եզրափակելով կարելի ասել, որ Վրաստանի էկոլոգիական վիճակը բազմակողմանի է։ Երկիրը ունի մեծ բնական պոտենցիալ եւ հարուստ բնություն, սակայն միաժամանակ բախվում է լուրջ էկոլոգիական խնդիրների։ Այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Պետությունը պետք է ապահովի խիստ օրենքներ եւ վերահսկողություն, իսկ հասարակությունը պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։ Բնության պահպանումը ներդրում է ապագայի մեջ։ Մաքուր օդը, ջուրը, առողջ միջավայրը կարևոր են ոչ միայն ներկա, այլ նաև ապագա սերունդների համար։ Եթե այսօր հոգ տանենք բնության մասին, ապա վաղը կունենանք ավելի անվտանգ եւ առողջ հասարակություն։ Վրաստանի բնությունը գեղեցիկ է եւ բացառիկ է։ Այն մեզ տալիս է մաքուր օդ, ջուր եւ առողջ միջավայր։ Սակայն ինչպես տեսանք, աղտոտման տարբեր աղբյուրներ կարող են վտանգել մեր բնությունը եւ մարդկանց առողջությունը։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են պահպանել բնությունը, ծառատունքներ կազմակերպելով, աղբը տեսակավորելով, մաքուր գետեր եւ անտառներ պահպանելով։ Ձեր փոքրիկ քայլերը մեծ փոփոխություններ են բերում եւ օգնում, որ Վրաստանը մնա կանաչ, մաքուր եւ առողջ երկրի օրինակ։ Հիշենք, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին, քանի որ մաքուր բնությունը մեր առողջության եւ ապագա սերունդների համար չափազանց կարեւոր է։ Շնորհակալություն, որ լսեցիք եւ եկեք միասին պաշտպանենք մեր գեղեցիկ բնությունը։